այսօր մեզ է միացել Պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը, բարև ձեզ։ Կասեք, նախընտրականի մեկնարկն էր հետաքրքիր, թե արդեն ավարտը։ Ինձ համար ոչ մեկնարկը, ոչ ավարտը, որովհետև առանձնապես անակնկալներ չեղան, ըստ էության ամբողջ քարոզարշավը փոխադարձ հայհոյանքների, վիրավորանքների վրա հիմնված հանրային վախերը սնող Ընտրաշավները առանց դրա չի լինում։ Հա, բայց կարար եւ լիներ, ինչի, կարար լիներ գաղափարական պայքար։ Ես ասում եմ կարող էր լինել ինքս հասկանալով, որ չէր կարող Հայաստանի դեպքում, որովհետև մենք չունենք այն քաղաքական դաշտը, որտեղից կարելի է ակնկալել այդ գաղափարականությունը։ Բայց կա այնուամենայնիվ նորություն այս ընտրապարկայում, որ երբեք չի եղել նախորդներում։ Հա, Ռուսաստանը ակնհայտ ցույց է տալիս իր ցանկությունները, եթե նախորդներում ցույց չի տվել, չի եղել այդ։ Եղել է, բայց ցույց չի տվել, հիմա ցույց է տալիս, ես դա եի ասում։ Այսինքն, այլ բան չկա թաքցնելու Ռուսաստանի կողմից արվում է ամեն ինչ ակնհայտ, եւ մյուս կողմից արևմուտքի աջակցությունն էլ է ավելի բաց եւ ավելի ներառական այս դեպքում արդեն միայն դիտորդներով չի սահմանափակվում, նաեւ այն հետաքննությունները, որոնք բացահայտում են նույն Մոսկվայի հետքը հայկական ընտրությունների վրա ազդելու գործընթացներում արևմուտքի աջակցությամբ է արվում։ Արևմուտքի աջակցությամբ։ Կարծում եմ այո։ Լավ, Մոսկվայի հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ, որովհետև ցանկալի մասնակիցներ է տեսնում այս ընտրություններին։ Արևմուտքը հանուն ինչի է դա։ Չէ, ես նկատի ունեի արևմուտքը աջակցում է բացահայտումներին, ոչ թե այսինքն իսկ ինչու է աջակցում այդ բացահայտումներին, որպեսզի հայ հասարակությունը տեսնի, թե որտեղ են թաքնված ականջները, այսպես ասած, այն վախերը, որ ծնվում է հատկապես ընդդիմադիր դաշտի կողմից 300,000 թուրք պաղեստինցի, չէ, կներեք, ադրբեջանցի 300,000 Ռուսաստանի հայ է գալու, 300,000 այլ մոլորակայիններ են գալու եւ այլն, դրանց հետքն է ցույց տալիս այդ բացահայտումը։ Հիմա ամբողջացնենք այդ հարցը, արտաքին հետաքրքրության առանցքը որն է այստեղ։ Արտաքին հետաքրքրության առանցքը Հայաստանի վրա ազդեցություն ունենալն է։ Ցավոք սրտի մենք ազդեցություն ունենալ Հայաստանի վրա ընտրությունների ելքի տեսքով։ Իհարկե, արևմուտքը Տրամպի հայտարարությունը, շնորհավորանքը, աջակցության մասին խոսքը, պայմանագիրը ընտրություններից առաջ, դա հստակ ազդակ էր հայ ընտրողին, որ Նիկոլ Փաշինյանը ունի արևմուտքի աջակցությունը։ Եվ Կրեմլի կողմից Վլադիմիր Վլադիմիրովիչի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին առայն, որ իրենք այստեղ ունեն մարդիկ, որոնց ընտրապայքարին մասնակցելը ցանկալի է եւ պետք է չխոչընդոտվեն, դա էլ ակնհայտ բաց աջակցություն էր Կրեմլի կողմից ընդդիմադիր խոշոր ռեակցիաներին, եթե խոշոր ընդդիմադիրներին։ Հասկացանք, երկու գերտերություն շահագրգռված են հայկական ընտրություններում, ինչ որ շահեր հետապնդելով։ Մեր շահը որն է այստեղ։ Այդտեղ շատ բարդ է, որովհետև Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը դեռևս չի կարողացել ձևավորել իր արժեքների եւ նպատակների շուրջ համախոհություն, այն սահմանադրությունը, որը մենք հռչակել ենք, շատ հեռու է մեր հասարակական մտքից, մեր քաղաքական մտքից եւ մենք դա որպես նպատակ չենք ընկալում առանձին վերցրած յուրաքանչյուրս եւ մեր համախումբը։ Հետևաբար ասել թե մեր շահը որն է, երբ դու չգիտես ով ես դու, բարդ է։ Հիմա մեր խնդիրն է գոնե հաջորդ ընտրությունների շեմին այդ հարցերի պատասխանները ձևակերպած, այսինքն այլ կերպ ասած մենք ինքնորոշված չենք եւ մենք խնդիր ունենք որպես ժողովուրդ ինքնորոշվելու։ Այդ ինքնորոշվելուց հետո շատ հեշտ կլինի սահմանել մեր նպատակը եւ մեր շահը։ Այս պահին Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է, որովհետեւ
Կրեմլը իրեն որպես տեխնացու չի ընդունում, մերժել է հենց առաջի օրվանից, որովհետև դա Կրեմլի քաղաքական գծին դեմ է, չի կարող աշխատում էր այդ։ Հա, դե բա իհարկե պետք է աշխատի, ուրիշ ինչ անի, կամ պետք է վերացնի, կամ պետք է աշխատի։ Քանի որ վերացնելը մի քիչ խնդրահարույց է, այս պահին դեռ որ աշխատում են, բայց մենք տեսնում ենք, որ ես վստահ եմ, որ վերացնելու ուղղությամբ էլ աշխատանքներ արվում են, այս բացահայտումներ ա եղել ինչ որ նույնիսկ ԱՄՆ-ի նման խոշոր պետության ղեկավարի վրա արդեն 3-րդ թե 4-րդ մահափորձն ա եղել, հա, այսինքն այնպես չի, որ աշխարհաքաղաքական շահերի հետ կապված Նիկոլ Փաշինյանի անձը որպես խոչընդոտ դիտարկող որևէ պետություն փորձ չի անի իր ազդեցությունը պահելու համար վերացնել։ Մենք հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք։ Բայց ամբողջ խնդիրը նա է, որ դա ամենավերջին միջոց է, հա, դեռևս փորձում են դա անել այլ մեթոդներով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ծառայություններն է առաջարկում, իսկ Ռուսաստանի Դաշնակցությունը իր սանկցիաներն է առաջարկում։ Եվ այդպես փորձում են սանկցիաները։ Դա է գործիքը Ռուսաստանի Հայաստանի վրա ազդելու։ Լոլիկը, վարունգը, կերասը, տնտեսական գործիքներն են, այդ գործիքները տարբեր են։ Օրինակ, մինչև հիմա քաղաքական գործիքները գործել են, հա, մենք տարբեր տեսակի երթեր, արշավներ, ակցիաներ, փողոց փակել եւ այլն տեսել ենք այս 8 տարվա ընթացքում։ Երկրորդ գործիքը դա պատերազմներ, երրորդ գործիքը դա մեդիա տիրույթում մեդիա տերորն է, այսպես ասած, չորրորդ գործիքը տնտեսական միջոցներն են, որը հիմա օգտագործվում է եւ մինչեւ ամսի 7-ը ես վստահ եմ, էլ ավելի կխստացվի, բայց այն հաշվարկով, որ հայ հասարակությունը վախ կունենա կորցնելու ռուսական շուկան եւ այլն եւ դրա բերումով ավելի քիչ մարդ կընտրի Նիկոլ Փաշինյանին, քան կարող էր ընտրել եւ ավելի շատ մարդ կընտրի պրոռուսական ուժերին, վախենալով, որ կարող է հետո ավելի վատ լինել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանավարել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ես կարծում եմ այդ հաշվարկը այդքան էլ լավ որովհետեւ նախ միամիտը չի հայընտրողը։ Չէ, ոչ միայն այդքան միամիտը չի, այլ վախերից արդեն մենք այնքան շատ ենք վախեցել, որ վախերի նկատմամբ բթացել ենք եւ այն հաշվարկը կամ այն սպասելիքները։ Հա, այլ, այսինքն մենք էլ չենք վախենում, որովհետեւ մենք ինչքան կարող ենք վախենալ, վախեցած ենք։ Նայեք, կա ավելի սարսափելի վախ, որը Նիկոլ Փաշինյանն է օգտագործում, հնարավոր պատերազմի վախը։ Այսինքն հնարավոր պատերազմը ընդդեմ տնտեսական դժվարությունների, այս երկու վախը, ես կարծում եմ պատերազմի վախը ավելի ուժեղ վախ է, քան այդ տնտեսական հնարավոր զսպումները։ Այսինքն Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն օրակարգը կեղծ է։ Կեղծ է ինչ առումով։ Ես կուզեի, որ մենք ոչ թե մեր աշխարհաքաղաքական հայացքները միայն տնտեսական շահով պայմանավորեինք կամ լինեին պայմանավորված, այլ այն պետության տեսլականով, որ մենք ուզում ենք կառուցել։ Ես օրինակ ուզում եմ, որ մենք ժողովրդավարական պետություն, իրավական պետություն կառուցենք, արդար միջավայր ստեղծենք, արժանապատիվ կյանքով։ Սրանք վերամբարձ խոսքեր չեն։ Սրանք իրական գնահատականներ են այն համակարգին, որ պետքա կառուցել։ Հիմա մարդիկ կասեն, օ դե ռեալ պոլիտիկում այդպիսի բան չկա, արդարություն չկա, ազատություն չկա, մեր հասարակությանը երկար տարիներ սնել են այդ մտքով, այսինքն որ աշխարհում արդարություն ու ազատություն չկա եւ դրան պետք չի փնտրել, միայն կա փող եւ տնտեսական շահ ու մենք դրանով 30 տարի ապրել ենք, բայց իրականում զարգացած պետությունների զարգացածության հիմքում ընկած է այդ նպատակը եւ քանի դեռ մենք դա չունենք, որովհետեւ չենք հավատում այդ նպատակին, չենք ունենալու այդ ապագան։
որ օրը որ մենք կհավատանք, կհասկանանք, որ գոնե իրար հետ հարաբերություններում պետք է հարգել միմյանց եւ պետք չի իրար նվաստացնել սեփական դիրքը արժևորելու համար, մենք սկսենք արդեն կամաց քաղաքականանալ եւ դրա բերումով նաեւ ճիշտ որոշումներ կայացնել։ Այսինքն, եթե ռուսական շանտաժը, տնտեսական շանտաժը Հայաստանը կարողանա չեզոքացնել, հետո պետք է Ռուսաստանը փնտրի մեզ։ Նայեք, Ռուսաստանը չեզոքացնել նշանակում է մենք գտնենք այն շուկան, որին արժանի ենք այսօր։ Ռուսաստանը շատ կուզենար, որպեսզի Հայաստանը շուտ իրականացնի ռեֆերենդում հանրաքվե Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, որովհետեւ թվականին ինչի չէին նույնը ասում։ Որտեղ այն ժամանակ ունեին լծակ Սերժ Սարգսյանի վրա եւ կարող էին մի գիշերվա մեջ ստորագրել տալ։ Հիմա, քանի որ չկարողացան նույնիսկ պատերազմի միջոցով հայ ժողովրդին պարտադրել ընտրել վատի եւ վատագույնի մեջ վատագույնին եւ հայ ժողովուրդը ընտրեց վատին, այսինքն Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխանավարել, կառավարել Հայաստանը, այլ ոչ թե Կրեմլի ցանկալի անձինք, իսկ Կրեմլի համար Նիկոլ Փաշինյանը ընդունելի չի, որովհետև ժողովրդի կողմից իշխանության եկած թեկնածու է միայն այդ պատճառով։ Կրեմլը չի կարող հանդուրժել, որպեսզի լեգիտիմությունը իր վասալական, գավառական պետություն, իր գավառներում, այսպես ասած, ինչպես իրենք են ընդունում, որպեսզի լեգիտիմությունը լինի ժողովրդից։ Լեգիտիմություն հաղորդողը իշխանությանը պետք է լինեն իրենք։ Բելարուսի պես։ Այո, եւ ոչ միայն Բելարուսի, հետ սովետական պետություններում մինչև 18 թիվը մենք էլ էինք, մարդիկ գնում էին Մոսկվա, իրենց լեզվով ասած դաբրո ստանալու, որպեսզի գան այստեղ իշխեն։ Իհարկե Մոսկվան մի կենտրոն չէր, մի քանի կենտրոններ էր, թվում նաեւ Վլադիմիր Վլադիմիրովիչի օրոք, չնայած կարող է թվա թե այդքան էլ այդպես չի, բայց այնուամենայնիվ ինչ որ մի մակարդակից վերև մի կենտրոնն է, բայց դրանից ներքև կենտրոնները բազմատարբեր են, բազմազան են։ Եվ մենք շարունակում ենք մնալ այդ վասալական պետությունը, որը դե յուրե ինքնիշխան էր, դե ֆակտո ոչ։ Հիմա իրանց, ինչպես Սաակաշվիլի դեպքում էր, անընդունելի է, որպեսզի ժողովրդի կողմից իշխանություն ձևավորվի, որովհետև դա ուղիղ սպառնալիք է ռուսական աշխարհի կայսրության գոյությանը։ Եթե ռուս ժողովուրդը տեսնի, որ Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը լինելով պակաս ռեսուրսներով երկիր, ազատվել են ռուսական լծից եւ կարողացել են ավելի արժանավայել, միջավայր ստեղծել, ավելի արժանապատիվ կյանքով ապրել, քան Ռուսաստանում, որտեղ գազ եւ նավթ ունեցող երկիրը աղքատության ու անտերության է մատնված, բնականաբար ներսում հարցեր կառաջանան սեփական իշխանություններին եւ այդ մարդիկ սկսեն ինքնուրույն ընտրել իրենց իշխանություն կամ կձգտեն դրան։